Իրանական նավահանգիստների ամերիկյան շրջափակումը հարվածելու է ոչ միայն Թեհրանի խոշորագույն առևտրային գործընկերներին, Չինաստանին, Թուրքիային, Հնդկաստանին ու Պակիստանին, այլև Ադրբեջանին ու Հայաստանին։ Վերջիններս 2024 թվականին ներառված են եղել իրանական ապրանքների խոշոր ներկրողների ցանկում։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Իրանական արտահանման հիմնական ապրանքատեսակների թվում են էթիլենային պոլիմերները, երկաթաքարը, ացիկլիկ սպիրտների ածանցյալները և նավթային գազը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հետևելու է, որպեսզի ընտրական գործընթացում կատարվող բոլոր ծախսերը լիարժեք արտացոլվեն հայտարարագրերում։ Այս մասին հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։ Արտաքին գովազդի տեղադրման գործընթացը ևս գտնվում է խիստ կարգավորման ներքո։ Մասնավորապես 5 քառակուսի մետրից մեծ վահանակները կարող են տեղադրվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իրականացվող բաշխման հիման վրա, իսկ վճարովի գովազդային այլ հարթակները նույնպես պետք է արտացոլվեն ֆինանսական հաշվետվություններում։ 2021-25 թվականներին Հայաստանի Հանրապետության համախառն ներքին միջին տարեկան աճը կազմել է 7.9%։ Նույն ժամանակաշրջանում աշխարհում միջին տնտեսական աճը կազմել է 4.1%։ Այդ տարիների ընթացքում Հայաստանում ստեղծվել է 288,000 աշխատատեղ։ Այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեն ներկայացրել է 2026 թվականի փետրվարի դրությամբ Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գները։ Բնակարանների 1 քառակուսի մետր մակերեսի հաշվարկով շուկայական միջին գինը կենտրոն վարչական շրջանում կազմել է 898,000 դրամ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 0.2% անկում։ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը նախազգուշական նամակներ է ուղարկել Չինաստանի, Հոնկոնգի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Օմանի ֆինանսական կազմակերպություններին։ Վաշինգտոնը զգուշացրել է Իրանի հետ բիզնես վարելու ռիսկերի և հնարավոր երկրորդային պատժամիջոցների մասին։ 2024 թվականին Իրանը Միացյալ Նահանգների թղթակցային հաշիվների միջոցով առնվազն $9 միլիարդ է շրջանառել։ Դրա համար օգտագործվել են հիմնականում Հոնկոնգում և Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված կեղծ ընկերությունները։ Միացյալ Նահանգները վերականգնել է ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները։ Բլումբերգը հաղորդում է, որ Թրամփի վարչակազմը չի երկարաձգել ժամանակավոր պատժամիջոցների մեղմացումը, որը թույլ էր տալիս օրինականորեն վաճառել նավերով բեռնված ռուսական նավթը և նավթամթերքը։ Միևնույն ժամանակ միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով Ռուսաստանի նավթի և նավթամթերքի արտահանումից ստացված եկամուտը 2026 թվականի մարտին աճել է մինչև $19 միլիարդ։ Հունգարիայի ընտրություններում հաղթած ՏԻՍԱ կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը հայտարարել է, որ Դրուժբա խողովակաշարով ռուսական նավթի մատակարարումները կենսական նշանակություն ունեն Հունգարիայի համար։ Նա հույս է հայտնել, որ Ուկրաինան կվերականգնի մատակարարումներն ապրիլի վերջին, ինչպես և խոստացել էր։ Այս պահին Հունգարիան պարզապես չի կարող հրաժարվել դրանից։ Աշխարհագրական տեսանկյունից դա անհնար է, նշել է Մադյարը։ Ֆրանսիայում սպառողական գները, որոնք համադրված են Եվրամիության չափանիշներին, մարտին տարեկան արտահայտությամբ աճել են 2%-ով։ Գնաճի արագացումը հիմնականում պայմանավորված է էներգակիրների գների աճով, մերձավոր արևելքում ընթացող պատերազմի հետևանքով։ Մարտի գնաճի նախնական գնահատականը կազմում էր 1.9%։ Հայաստանի Հանրապետությունում կյանքի միջին տևողությունը 78.6 տարի է։ Սա բացարձակ ռեկորդ է։ Հայաստանի Հանրապետությունն ունի որոշակի հեռանկարներ։ Այս տվյալները կառավարության ծրագրի նախաբանն են, որոնք իրենց ուղիղ շարունակությունն են գտնում հետևյալ ձևակերպմամբ. Սա առաջին հերթին Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության շնորհիվ է։ Վարչապետ Փաշինյանն է ազգային ժողովում ներկայացրել կառավարության ծրագրի կատարման ընթացքն ու արդյունքները տնտեսական, աշխարհագրական ու տարածաշրջանային շեշտադրումներով։ Հորմուզի նեղուցի շուրջ առաջացած ճգնաժամը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եւ տնտեսությունը շատ ավելի շոշափելի ձևով կզգային, թե նավթամթերքի գնի, թե գնաճի, թե մատակարարումների առումով, եթե ադրբեջանական երկաթուղու պատմական բացումը Հայաստանի Հանրապետության համար այս ժամանակաշրջանում տեղի ունեցած չլիներ։
Հայաստանի Հանրապետությունը նախընտրական փուլում է, ում ինչ սուր բանավեճերը նոր թափ են հավաքում կենտրոնական ընտրական հանձնաժողովն ակտիվ նախապատրաստական աշխատանքների մեջ է։ Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մինչ այս պահը վարչական ռեսուրսի չարաշահման որևէ դեպք չի արձանագրվել, իսկ նման դեպքեր չեն արձանագրվել, քանի որ դեռևս չկան գրանցված թեկնածուներ, հետևաբար չկան չարաշահողներ։ Պաշտոնատար անձինք վարչական ռեսուրսը այսպես ենք չընկալեն, որ ասենք ինչ որ դեպքերում կարող է ունակ ասենք դե մանրուք է, մենք դա ենք բացատրում, որ չկա մանրուք։ Ընտրությունների շրջանում չկա մանրուք եւ պետք է բացառի վարչական ռեսուրսից ցանկացած չարաշահում։ Առաջիկա ընտրություններում քաղաքական ուժերի ֆինանսական հոսքերի վերահսկողությունը կուժեղացվի։ 2024-ին ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններից հետո փոխվել է նախընտրական ֆինանսավորման տրամաբանությունը։ Այսուհետ նախընտրական հիմնադրամ վճարումներ կարող են կատարել միայն կուսակցությունները, իսկ միջոցները պետք է նախապես առկա լինեն նրանց հաշվեհամարներում։ Կուսակցությունները կարող են նվիրատվություններ ստանալ քաղաքացիներից տարեկան մինչև 10 միլիոն դրամ սահմանաչափով։ Ընտրություններից դուրս քաղաքական ուժերի ֆինանսական վերահսկողությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունների մեջ չի մտնում։ Նման դեպքերը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տիրույթում են։ Քարոզարշավի փուլում այն ինչ որ մեր վերահսկողության, այսինքն ընտրական հանձնաժողովի վերահսկողության ժամանակաշրջանը մենք բոլոր ծախսերը վերահսկել ենք։ Այսինքն այս գործընթացում մեր 38 ընտրատարածքների ռեսուրսն է նաև կիրառվելու, որովհետեւ տեղերում մենք տեղեկությունները տեղերից ունենանք։ Դիտորդների ԶԼՄ-ների հավատարմագրումը ներկայում ամբողջությամբ թվային է, այսինքն վերջիններից կարիք չկա գնալ կենտրոնական ընտրական հանձնաժողով։ E-request համակարգով կարող են իրենց դիմումները անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել, գրանցվել, որից հետո համակարգը ինքնաշխատ կստուգի տվյալները։ Առաջիկա ընտրություններում հեռարձակումը կապահովվի ընտրողների ավելի քան 99% ներառող շուրջ 1800 տեղամասերից։ Համաշխարհային բանկի պատվիրակությունը հյուրընկալվել է Հայաստանի արդարադատության նախարարությունում։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համակարգի արդիականացման գործընթացին, ազգային արխիվի թվայնացման հաստատված հայեցակարգի շրջանակում իրականացվող միջոցառումներին, ինչպես նաև արդեն իրականացված եւ շարունակվող աշխատանքներին։